Շունում եմ ձեզ արժանապատիվ և հզոր իմ հայ ժողովուրդ ջան, այս ամիսների ընթացքում իվերջուկս այս ճղճիմ իշխանությունների, այս բռնաճնշումների, աշխատանքից ազատելու, այսքան ահաբեկելու, այսքան մարդկանց վախեցնելու մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը հավատացեք, ձայնատվել ընդդիմությանը։ Անգամ այս նկարչության պարագայում 100,000-ավոր արժանապատիվ մեր հայրենակիցներ կանգնել են և ոչ են ասել մի իշխանության, որ հանձնել Արցախը, ոչ են ասել մի իշխանության, որ արշավել է սեփական եկեղեցու դեմ, ոչ են ասել մի իշխանության, որ սեփական հայրենիքը, սեփական ժողովրդին անտեսելով յուրաքանչյուր ամիս ու յուրաքանչյուր տարի գնացելա զիջումների, կսելա բուրքերի ադրբեջանցիների առաջ, խոստումներ ա տվել, հիմա էլ այս ամեն ինչի հետ միասին ես ամբողջ ընտրակեղծիքի գործընկերներս ասեցին, ամբողջ ես ընտրակեղծիքների շարանի մեջ գիշերը գաղթագողի թվերա հրապարակում, դեր ընտրատեղամասերում հավաստիացնում եմ ձեզ, ընտրատեղամասերում դեր կես անգամ ամփոփված չէր քվեաթերթիկների, ասում ես հաղթել եմ, ում ես հաղթել, այս ժողովրդին չես հաղթել, դու պարտվել ես, դու պարտված իշխանություն ես, դու պարտվել ես սրբազաններին, դու պարտվել ես մեր ժողովրդին, այսօր ես ուզում եմ սիրելիներս, ես հուսահատության ես ճիրաններից դուրս գամ, այսքան տարիների ընթացքում հավաստիացնում եմ ձեզ, այցելելով քրեակատարողական հիմնարկներ, թե սրբազանները, թե ազգային բարերարը, թե մեր քաղաքական գործիչներից որևէ մեկը հուսահատության որևէ նշույլ ցույց չի տվել, եւ ես ուզում եմ բարձր ողջունենք անազատության մեջ գտնվող մեր եղբայրներին, մեր քույրերին, դուք պատմության մեջ, Հայաստանի նորագույն պատմության մեջ գրվելու են ոսկե տառերով այն պայքարող տեսակը, որը որ Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու է, այս տարիների պայքարը հենց այնպես չի հասնելու, սիրելի հայրենակիցներ ջան, մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք, եւ նաեւ ուզում եմ մի փաստել արձանագրել, ինձ համար չափազանց կարեւոր է, որ մեր հայրենակիցները, մեր եղբայրները գտնվելով Բաքվի բանտերից, այդ ճնշումների տակ, իրենք ինչ ուղերձներ են հղում մեզ, որ չկոտրվեք, որ չընկճվեք, որ պայքարեք։ Ես ուզում եմ բարձր ծափերով ողջունել Բաքվի բանտում գտնվող մեր խիզախ հայրենակիցներին։ Մեր ազգը հաշտ չի դրա հետ, մենք հաշտ չենք դրա հետ, մենք պայքարելու ենք, մենք հաղթանակ ենք տանելու հուսահատության ճիրաններից մեր որոշ հայրենակիցներ պիտի դուրս գան։ Ես տեսնում եմ այստեղ հարյուրավոր, միգուցե հազարավոր մարդկանց, բայց կոչս մեր հայրենակիցներին, որ հեռուստացույցի այն կողմ նայելով մենք մեր երկրում բան չենք փոխելու։ Մենք պիտի պայքարենք մեր իրավունքների համար, 100,000-ավոր քվե տված մեր հայրենակիցների իրավունքների համար։ Եթե մի ժամանակ կարողանում էինք մատների վրա հաշվել Հայաստանում խաղապանտարկյալներին, հիմա այնքան շատ են, որ կներեն իրենք մեզ, մենք չենք կարողանում անուններով տան, որովհետև դրանք հարյուրավոր են։ Շատ ու շատ մարդիկ կան, հավաստիացնում եմ ձեզ, որոնք լայն հասարակությանը ծանոթ չեն, բայց այսօր շղթաները գցած ամեն մարզում 15, 20, 30 խաղապանտարկյալ կա, առնվազն, դա ես ասում եմ մինիմալ թվեր։ Եվ սիրելի հայրենակիցներ,
Շատ ձեր համբերությունը չեմ ուզում չարաշահել։ Ուզում եմ ձեզ, մեզ, մեր ազգին, մեր ժողովրդին մաղթել առանց այս ապօրինի իշխանությունների Հայաստան, առանց այս բավականական իշխանությունների Հայաստան, այդ Հայաստանը լինելու է, այդ Հայաստանը գալու է, կեցեն Հայաստանը, որ վաղն է լինելու, ու այդ Հայաստանը լինելու է, ուժեղ եղեք, պինդ եղեք, հավատքով եղեք, ձեր ցավը տանեմ լավ ալնելու։